Սիրելիներս, ուզում եմ խոսել մկրտության մասին եւ խոսելու եմ այն, ինչ որ ինձ սովորեցրել է Սուրբ Հոգին եւ ինչպես որ նա կառաջնորդի, այդպես էլ կխոսեմ։ Շատերը ասում են, որ պետք է մկրտվել գիտակից հասուն մեծ տարիքում։ Իսկ ես ասում եմ այն, ինչ ինձ սովորեցրել է Աստված։ Մկրտվել պետք է հնարավորինս շուտ, մանուկ տարիքում։ Երբ մենք մկրտվում ենք, մեր վրա հայտնվում է Աստծո նշանը։ Մեր վրա հայտնվում է Աստծո նշանը, Աստծո պաշտպանությունը։ Երբ մենք մկրտվում ենք, մենք մեզ հանձնում ենք Հիսուսի ձեռքերին։ Ինչու եք ուզում, որ ձեր երեխան իրեն հանձնի Հիսուսի ձեռքերին 30 տարեկանում, ոչ թե դեռ մանուկ, շատ մանուկ, նոր ծնված ժամանակ օրինակ։ Չեք ուզում, որ Աստծո պաշտպանությունը լիակատար, լիարժեք լինի ձեր երեխայի վրա, որ հոգևոր դաշտում, երբ սատանան տեսնում է, որ այս մարդը պատկանում է Հիսուսին, չեք ուզում այդպես լինի ձեր երեխայի կյանքում։ Այսինքն դուք թողնում եք, որ նա ինքը ընտրի, չեք գիտակցում, որ դուք իրավունք ունեք։ Դուք, եթե քրիստոնյա եք ու ձեզ հանձնել եք Հիսուսին, ձեր երեխան էլ է Հիսուսինը ձեր պատկերացնելով։ Աստված ձեզ տվել է այդ իրավունքը, որ դուք կնքեք ձեր երեխային, բայց դուք թողնում եք, որ նա մեծանա, դառնա 20-30 տարեկան, նոր կնքվի։ Չարի ուզածնել հենց դա է, գիտեք։ Եթե դուք չեք ընդունելու իմ ասածը, դուք ձեզ եք վնասում։ Ուղղակի հարցրեք Աստծուն։ Ձեր հպարտությունը, ձեր համառությունը դրեք մի կողմ, հարցրեք Աստծուն, այս կինը ճիշտ է ասում, Աստված, խնդրում եմ, ցույց տուր, հաստատիր։ Քո երեխան մկրտվում է, այսինքն դու քո երեխային տալիս ես Հիսուսին։ Քո երեխան ավելի պաշտպանված է, երբ նա կնքված է։ Շատերը ասում են, ոչ, ջրով մկրտությունն է ճիշտ, միայն ջրով մկրտվել, եկեղեցի պետք չի գնալ, առաքելական եկեղեցի պետք չի գնալ, մյուրոնով կնքվել պետք չի, ինչի առաքելական եկեղեցում ջրով չեն մկրտում։ Մյուրոնով մեր վրա խաչ են անում, որ մեր վրա Հիսուսի խաչն է արվում, վատ եք զգում, ձեզ նեղվում եք դրանից։ Եթե դու դրանից խուսափում ես, այդ ինչ ձև քրիստոնյա ես դու, ուզում եմ հասկանամ։ Խաչը, քո նշանը, քրիստոնեության նշանը, Հիսուսի նշանը, խաչը, որի վրա Հիսուսը իր կյանքը տվեց քո համար։ Դու քո նշանը հոգևոր չես ուզում քո վրա լինի, քո երեխայի վրա լինի։ Գիտես, որ սատանան այդ նշանը տեսնում է հոգևոր դաշտում եւ դու չես տեսնում։ Սատանան տեսնում է։ Ինչու ես ուզում, որ քո երեխան մեծանա, հետո ինքը ընտրի։ Իսկ չարը այդ ամբողջ ընթացքում ամեն ինչ անելու է, որ քո երեխային ավելի ու ավելի հեռացնի Աստծուց։ Արդեն ծնողը չի արել իր անելիքը։ Արդեն ծնողը իր երեխային չի հանձնել Հիսուսին, բա ով հանձնի Հիսուսին, եթե դու ես նրա պատասխանատուն։ Հիսուսը իր երեխաներին, զավակներին ուղարկում է մեր միջոցով, կյանք են ստանում ֆիզիկական, այսինքն մեզ է վստահում, մեզ է տալիս։ Ձեզ թվում է ձեր երեխան առաջինը ձեզ է պատկանում, Հիսուսին է պատկանում։ Նա իր զավակներին ուղարկել է ձեր մոտ։ Ու դուք չարին եք լավություն անում։ Չեք ուզում Հիսուսի նշանը, Հիսուսի պաշտպանությունը հենց սկզբից լինի ձեր երեխայի վրա։ Շատերը ասում են, ջրով մկրտվում ենք, որպեսզի մեղքերից ազատվենք, մաքրվենք։ Փոքր երեխան մեղքեր չի գործում։ Փոքր երեխային Հիսուսի բացարձակ պաշտպանությունն է պետք։ Աստծո նշանն է պետք, որ սատանան տեսնի այդ նշանը եւ այդ պաշտպանությունը, որը սատանան է տեսնում, մարդիկ չեն տեսնում։ Երբ դուք կնքվում եք, դուք ձեզ տալիս եք Հիսուսին։ Ինչու ձեր երեխային չեք տալիս Հիսուսին։ Միևնույն է, եթե ձեր երեխան մեծանա եւ ապրի ոչ քրիստոնեական կյանքով, կնունքը նրան հետ չի պահելու։
Եթե նա որոշի չապրել Քրիստոսի կամքով, նա որոշի գնալ չարի հետևից, արդեն նա թուլացնելու է այդ կնունքը, այդ ուժը, այդ զորությունը արդեն նա թուլացնելու է, որտեղ նա չի ենթարկվելու Աստծուն, չի ապրելու նրանով։ Այսինքն, եթե դուք թողնեք ձեր երեխայի վրա, նա կընտրի ապրի Քրիստոսով, թե ոչ, բայց ինչու եք զրկում նրան կնքվելուց, մկրտվելուց, ինչու եք զրկում։ Ձեզ չարն է խաբել ասելով, որ դա պետք է լինի հասուն տարիքում գիտակցված, որովհետև միայն չարը կարող է ուզել, որ մարդ ինչքան հնարավոր է ուշ կնքվի։ Դա միայն չարը կուզի, ձեր պատկերացնելով Հիսուսը ուզում է, որ դուք ուշ կնքվեք 40 տարեկանում, Հիսուսը ուզում է, որ դուք 20 տարեկանում կնքվեք, Հիսուսը ուզում է, որ դու հենց ծնվել ես, իրենը լինես։ Հենց ծնվել ես, իր նշանը լինի քո վրա։ Եվ դու այդ նշանը, այդ մկրտությունը, այդ մաքրումը, այդ պաշտպանությունը, այդ ազատագրումը ուզում ես քո երեխայի վրա լինի հենց սկզբից, դու դրանով քո երեխային վստահում ես Հիսուսին։ Չէ, թող իմ երեխան մեծանա, նա ինքը կընտրի։ Քո երեխան որ մեծանա, այնքան ընտրելու բաներ կունենա վատ։ Չմտածես, եթե նա որոշի գնալ չարի հետևից, նա կգնա։ Բայց երբ երեխան դեռ փոքր է, ու ինքը գիտի, որ ինքը կնքված է, ու ինքը գիտի, որ ինքը Հիսուսին է, ու դու պատմում ես իրեն, իր կնքվելու մասին, նա իր վրա տեսնում է, գտնում է, ունի, ինքը գիտի, որ սա իր կնքվելու խաչն է, սա իր Հիսուսի նշանն է, իր պատկերացնելով, ինչքան որ ինքն է պատկերացնում, սա իր հավատի, իր փրկիչի, իր Աստծո նշանն է, ինքը արդեն ապրում է դրանով, դա իր մեջ կա, ու դու քո ապրած կյանքով, ինչպես որ դու կապրես քո կյանքը, օրինակ ծառայելով, նրան սովորեցնելով Աստծո մասին, ճշմարիտի մասին, սիրո մասին, փրկության մասին, դու կարող ես նրան տանել Քրիստոսի ճանապարհով, քրիստոնեական ճանապարհով։ Բայց կարող ես ոչինչ չանել, ասել թող մեծանա ինքը ընտրի։ 30 տարեկանում նոր առաջի անգամ Աստվածաշունչ կարդա, 1000 հատ մեղք գործի, հետո այդ մեղքերից փորձի դուրս գալ։ Բայց դու ասա, որ չէ, իմ երեխան պետք է հասուն տարիքում անի։ Հիսուսը ձեր ասելով շատերի, Հիսուսը հասուն տարիքում է կնքվել, ուրեմն մենք պետք է հասուն տարիքում կնքվենք։ Հիսուսը այդ հասուն տարիքում էր իր ուղին անցնում, սովորեցնում մեզ, այն առաքելությունը, որի համար որ եկել էր Տերը, այն ճանապարհը, որ անցավ հանուն մեզ, հասուն տարիքում արեց, երբ կնքվեր, երբ մեզ ցույց տար սովորեցներ այդ ամենը, երբ, պուճուրիկ 3 տարեկանում, երբ, ի սկզբանե այդպես էր որոշված, եւ Հովհաննես Մկրտիչի ճանապարհը, եւ այն ճանապարհը, որ պետք է անցներ Տեր Հիսուս Քրիստոսը, մկրտության հետ կապված ամեն քայլը, ամեն արարքը, ամեն գործողությունը ի սկզբանե որոշված էր, Աստծո կողմից որոշված էր, ոչինչ չէր փոխվելու, երբ որ գար ժամանակը, երբ որ Հիսուսը պետք է այդ ամենը սովորեցներ, այդ ժամանակ էլ նա մկրտվելու էր։ Դուք մի վերցրեք ձեր վրա, դուք Հիսուսը չեք, նա է Հիսուսը, նրա յուրաքանչյուր արարքներ, ի սկզբանե գրված, որոշված, հատիկ առ հատիկ, վարքյան առ վարքյան, թե որ պահին ինչ պետք է լիներ, մի համեմատվեք նրա հետ, նա Աստված է, նա կնքվեց, մկրտվեց մեր համար, մեզ սովորեցնելու համար, վատ բան է, Քրիստոսին ընդունելը վատ բան է, վախենալի բան է, ռիսկային բան է, որ երեխան պետք է մեծանա, նոր ընտրի։ Այդ ինչ է, որ երեխան պետք է մեծանա, նոր ընտրի, գիտակցված։ Մասնագիտություն է, կյանքի ընկեր է, ամուսին կամ կին է, ինչ է, որ պիտի գիտակցված ընտրի։ Փրկությունը թողնենք երեխան գիտակցված ընտրի։ Դուք ձեր երեխային չեք կամենում ամենալավը։
Ռիսկի է դիմում երեխան դրանով ինչ-որ։ Վախենում եք սխալվի։ Վախենում եք, որ ձեր երեխան կսխալվի։ Կարող է մեծանա, չէ լավ, կարող է Հիսուսին չի ուզում։ Դե թող ինքը ընտրի, կարող է Բուդդային ընտրի։ Դե որ այդպես շարունակեք, դե կընտրի Բուդդային։ Եթե այդպես անեք, կընտրի Բուդդային։ Բայց երեխան, եթե ծնվել է, գիտի, մեծանում է, որ ինքը քրիստոնյա է, գիտի, որ ինքը կնքված է,